Բարև ձեզ Տիկին Փոստանջան, շնորհակալ ենք, որ եկաք տաղավար, մի քանի թեմաների հետ կապված կլսենք ձեր խոսքը եւ այսպես գիտեմ, որ դուք այսօր ծավալուն նորից խոսելու եք Վարդան Ղուկասյանի դեմ իրականացվող այս խոշտանգումների մասին, բայց մինչ այդ երեք Ռուբեն Մելիքյանը փաստաբան ահազանգում է, որ խայտարակ քրեական գործ են հարուցել Վեհապար Հայրապետի եւ Գերագույն հոգեվոր խորհրդի անդամների դեմ։ Մինչև մեր եթեր մտնելը դուք ծանոթացաք ինչի մասին է խոսքը եւ այսպես ըստ էության նպատակն է այս քրեական գործով խոչընդոտել, որպեսզի Վեհապար Հայրապետն ու Գերագույն հոգեվոր խորհուրդը դուրս չգա, այսպես ասենք, հա, մեր երկրից եւ եպիսկոպոսաշ ժողովի գումարումը տեղի չունենա։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետ, այս խայտարակ հետապնդումները, որին մենք ականատես ենք լինում, համեցեք։ Այս պայծրությամբ կարող ենք արձանագրել, որ նոր քաղաքական հետապնդում է իրականացվում, նոր մարդկանց ներգրավելու նաև տեսանկյունից, որոնց մեջ է այդ թվում նաև Վեհապարը եւ այլ անձինք, որն է նպատակը, իհարկե պատժելը, իսկ պատժում են, ինչպես են կարողանում պատժել, պատժում են այնպես, որ ընտրում են խափանման միջոցներ։ Ոմանց համար ընտրվում է ծայրահեղ խափանման միջոց կալանավորումը, ամիսներ շարունակ, իսկ ոմանց նկատմամբ ընտրվում են այլ խափանման միջոցներ, որպեսզի արգելափակեն նրանց նաև գործունեությունը։ Դրա համար է այս քրեական հետապնդումները, որովհետև որևիցե հիմքեր եւ այլ հարցեր այսպիսի քրեական հետապնդումներով չեն լուծվում, այսինքն պետությունը ունենալով առաքելություն իրականացնելու որոշ դեպքերում հանրային քրեական հետապնդում, այս դեպքում ոչ թե այդ առաքելության մեջ է գործում, այլ գործում է ապօրինի։ Իդեմս այդ իրավապահ մարմինների, որոնք ներկայացրել են, ինչ որ նախաձեռնել են քրեական գործընթացներ։ Հիմա մենք խոսենք այդ ժողովի մասին, եթե մտածում են այս ոչ իրավաչափ գործողություններով խոչընդոտել այդ ժողովի կայացումը, ապա այնքան թույլ են իրենց մոտեցումները եւ նաև նպատակներին հասնելու, այսպես ասած, իրենց նպատակներին հասնելու հնարավորությունները այնքան լավ չեն հաշվարկված, որ չեն հասկանում, որ նույն այդ ժողովը կարելի է իրականացնել թվային հեռարձակման միջոցով եւ նաև թվային կապի միջոցով, մասնակցելով այդ ժողովին, ուղիղ կապ հաստատելով ժողովի մասնակիցների հետ, թեպետ ժողովը կգտնվի, օրինակ, չգիտեմ, ինչ որ մի կղզիում կամ ինչ որ մի տեղ, որը դուրս է Հայաստանի Հանրապետության սահմաններից։ Հետևաբար չեք կարող ուրախանալ այս քրեական հետապնդումով, ընդհակառակը այս քրեական հետապնդումը եւ քրեական գործի նախաձեռնումը եւս մեկ անգամ խայտառակելու է այս իշխանությունների նաև այլ ատյաններում եւ այս հետապնդումների մասին զեկույցներ, բողոքներ եւ այլն կազմվելու են եւ ներկայացվելու են համապատասխան ատյաններին։ Որոնցից մեկն էլ նաև հիմա անդրադարձ կատարեմ իմ պաշտպանյալին, պարոն Վարդան Ղուկասյանին եւ նաև իմ դիմում բողոքի հիման վրա հրատապ միջոց կիրառելու Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի այս որոշմանը, որը կայացվել է արդեն օրեր առաջ, մինչդեռ երեք արդեն իսկ մեր Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է պատասխան տրամադրեր այս որոշումով նախատեսված հարցերին, իսկ հարցերը վերաբերում էին պարոն Վարդան Ղուկասյանի առողջությանը եւ պահման պայմաններին, արդյոք նրան համապատասխան բուժօգնություն տրամադրվել եւ տրամադրվում է, թե ոչ։ Մինչ այս պահը ես դեռ չունեմ պատասխան, կառավարությունը արդյոք պատասխան տրամադրել է, թե ոչ, եւ ինչպիսի պատասխան է տրամադրել, ինչ փաստաթղթեր է այդ պատասխանին կից ներկայացրել Մարդու իրավունքների Եվրոպական դատարան։ Իդեպ նման որոշումները Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի կողմից դրանք այն որոշումներ են, որը կայացվում են եզակի եւ բացառիկ դեպքերում, որոնցից նաև պարոն Վարդան Ղուկասյանի դեպքն է, այսինքն դեպք, որը կապ ունի մարդու առողջությանը, կյանքին եւ այն պատճառած վնասներին, որը կարող են ունենալ անդառնալի հետևանքներ։
Դուք գիտեք, ովքեր որ չգիտեն, ասեմ ձեզ, որ Եվրոպական դատարան բողոք ներկայացնելու գործընթացը բավականին երկարատև է եւ դու պետք է սպառես քո ներպետականացիաներում, ապա նոր դիմես Մարդու իրավունքների Եվրոպական դատարան, Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության Եվրոպական կոնվենցիայի համապատասխան հոդվածների խախտման դեպքերով, բայց Նաև Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը ունի հատուկ հրատապ միջոց կիրառելու գործընթաց, որը արձագանքում է հայցին, այսինքն բողոքին, հատուկ կանոնների ներքո եւ կանոն 39-ի ներքո արձագանքել է, այսինքն այնքան հրատապություն է գնահատել, որ արձագանքել է Պարոն Ղուկասյանի կողմից ներկայացված դիմում բողոքին։ Հիմա սա միջազգային ատյան է, միջազգային ատյանների հետ այնուամենայնիվ անկախ նրանից, որ միջազգային ատյանները ինչպիսի քաղաքական նաև երբեմն երկակի ստանդարտներով դրսևորում են դիրքորոշում, այնուամենայնիվ այս որոշումը, որը ընդունվել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի կողմից, սա կարևորագույն որոշում է, որը վկայում է, փաստում է, որ խնդիրները Հայաստանի Հանրապետությունում կապված կալանքի տակ գտնվող անձի հիմնարար իրավունքների հետ ակնհայտ են, ակնառու են, ճչացող են եւ այս խնդրին Եվրոպական դատարանին պետք է ներկայացվի Հայաստանի Հանրապետության կողմից հաշվետվություն, այդ թվում նաեւ համապատասխան միջոցների ձեռնարկում, որպիսի խնդիրը ստանա լուծում։ Իսկ խնդրի լուծումը առաջնահերթ մենք դիտարկում ենք, քանի որ նաև միջնորդություն եմ ներկայացրել նաև համապատասխան ներպետական ատյաններին, որպիսի պարոն Ղուկասյանին շուտապույտ ազատ արձակեն։ Բայց այս մարդիկ, այս կառավարությունը ամեն մի րոպեն ցանկանում է գողանալ պարոն Ղուկասյանի կյանքից եւ առողջությունից, որը նա անում է։ Եվ ես հասկանում եմ այս կառավարության գործելակերպը ինչպիսին է, ես շատ լավ ծանոթ եմ այս գործելակերպին, բայց այնուամենայնիվ պարոն Ղուկասյանը, այդ թվում նրա ներկայացուցիչները այս գործով Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի առջև ներկայացնելու են այն իրավիճակը, որը բնութագրում է այսօրվա գործող կառավարությանը։ Իսկ իրավիճակը հետևյալն է. բացառիկ անմարդկային վերաբերմունք պարոն Ղուկասյանի նկատմամբ, բացառիկ անմարդկային պայմաններ, որտեղ պահում են պարոն Ղուկասյանին, բացառիկ անմարդկային վերաբերմունք, համաձայն որի նրան չեն ցուցաբերում համապատասխան պահանջվող կարևոր անհրաժեշտ կյանքի համար, կյանքի եւ առողջության, որպիսի անդառնալի վնասներ չպատճառվեն, բուժօգնություն։ Այս ամենը, այս գործող իշխանությունը ուղղակի մերժում է տրամադրել պարոն Վարդան Ղուկասյանին։ Իմ ձեռքի տակ կա նաեւ մի կարևոր փաստաթուղթ, որտեղ ներառված է դատաբժիշկների եզրակացություն, ցուցում նաեւ, որ նրանք արձանագրել են, որ պարոն Ղուկասյանի առողջության եւ հետագա նաեւ առողջության վատթարացման հետ կապված հարցերը անսպասելի կարող են ի հայտ գալ եւ այդ մասով իրենք չեն կարող որևիցե երաշխավորություն տրամադրել, մոտավորապես ես ցիտում փորձագետների կարծիքը, եւ այս աննախադեպ իրավիճակը գրանցվել է շտապօգնության բժիշկների կողմից, շտապօգնության բժիշկները արձանագրել են, որ պարոն Ղուկասյանին անհրաժեշտ է շտապ հոսպիտալացում, մինչդեռ օրեր շարունակ պարոն Ղուկասյանին մերժում են հոսպիտալացումը եւ համապատասխան բուժօգնության տրամադրումը։ Այսինքն մենք այս պայմանությամբ կարող ենք ասել, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները շարունակաբար ուղղակի դրսևորելով անմարդկային վերաբերմունք պարոն Վարդան Ղուկասյանի նկատմամբ, թողնելով նրան մշտապես շարունակական կրծքավանդակի եւ այլ հատվածներով մարմնի, այսինքն կրծքավանդակից ճառագայթող դեպի թևերը, այդ ցավերի մեջ չեն տրամադրում համապատասխան բուժօգնություն։
Սա այն իրականությունն է, որը ես ցանկացա ձեզ փոխանցել եւ կիսվել ձեր հետ։ Որը պետք է լինի մեր հաջորդ քայլերը էլի նորից բողոքների ներկայացում։ Ես օրական 2 անգամ եմ այցելում պարոն Ղուկասյանին եւ անընդմեջ փորձում եմ ճշտել, արդյոք բուժօգնություն տրամադրում են, բժիշկները այցելել են, արդյոք եկել են առաջարկել են տեղափոխել նրան հիվանդանոց։ Բացառիկ պատասխանները հետևյալն են, որևիցե բժիշկ չի այցելել, որևիցե բուժօգնություն չեն տրամադրել, ընդհակառակը 2-3 օր ընդհանրապես ոչ մեկ նույնիսկ այնտեղ չգիտեմ բժիշկ կա թե չկա, որովհետև ես հասկանում եմ, որ այդ հիմնարկում բժիշկ չկա, թեպետ նրան, որ ասում են, որ այնտեղ գործում է առողջապահության քրեակատարողական պոակը, այս 27-28-ը, որը ոչ աշխատանքային օրեր են, ընդհանրապես որևիցե մեկը չի եղել, որպեսզի տրամադրի համապատասխան բուժօգնություն։ Պարոն Ղուկասյանը պետք է կրկնեմ, որևիցե գաղտնիք այստեղ չկա եւ թաքցնելու ոչինչ չկա, որովհետեւ մարդը տառապում է սրտի իշիմիկ հիվանդությամբ, բավականին ծանր բնույթ ունեցող, նրա անոթները 3 անոթը փակված են, մեկը 90%, մյուսը 60 եւ ավելի, մյուսը 20%, ունի սրտի անևրիզմա, որը հասնում է 4 մոտավորապես 4 մակարդակի, այսքան է այդ անևրիզմայի չափերը, այդ թվում նա տառապում է շաքարային դիաբետ ծանր ընթացքով, լաբիլ ընթացքով, շաքարը կարող է հասնել մինչև 19, 20, 21 եւ ավելի, եւ նաեւ երբ ինքն է կարգավորում այդ շաքարի պարունակությունը արյան մեջ, ես չգիտեմ դա ոնց է, նաեւ ընկնում է այդ շաքարի պարունակությունը, որը բավականին վատ անդրադարձ է կատարում նաեւ սրտի աշխատանքի վրա։ Մշտապես նշում է գանգատներ, բայց այդ գանգատները ասում են հետևյալը դրան, այդ գանգատների պարագում, դե լավ եք էլի, հիմա ինչ եք ուզում, այսպիսի մոտավոր պատասխան են տրամադրում քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները։ Սա այն իրողությունն է, որը արկա է այսօր մեր կյանքում, հասարակությունում, այսինքն մարդկանց ոչ թե մարդկանց նկատմամբ խափանման միջոց են կիրառում, մասնավորապես ամենածայրահեղ միջոցը կալանավորումը, ոչ թե նրա համար, որպիսի օգնեն այդ խափանման միջոցի կիրառմամբ քնությանը, արդարադատությանը, այլ ընդհակառակը մարդուն պատժում են իր քաղաքական հայացքների համար, իր կողմից արտաբերված մտքերի եւ խոսքերի համար, նաեւ իր ընդդիմադիր լինելու համար, այդ թվում նաեւ քաղաքական հայտի համար։ Սրա համար են մարդկանց այսօր կալանավորում եւ պահում կալանքի տակ։ Ինչպես մենք տեսնում ենք սրբազանների գործը, ինչպես մենք արդեն տեսնում ենք նաեւ վեհափառի նկատմամբ նախաձեռնված այս ինչ որ քրեական վարույթ է նախաձեռնվել, դե ես չգիտեմ հանրային քրեական հետապնդման որոշումը այս պահին կա թե չկա, բայց եթե կա նաև դրա հետ զուգահեռաբար անպայման դա անում է, որպեսզի խափանման միջոց ընտրեն, եւ այս ամենը խոսում է, որ աշխատում է ոչ թե արդարադատություն իրականացնելու գործիքակազմը անհրաժեշտ պետության մեջ, այլ աշխատում է հանիրավի մարդկանց պատժելու, քաղաքական հայացքների եւ այլ հայացքների համար հետապնդելու ուղակի ապօրինի ոչ իրավաչափ գործիքակազմերը, որը գտնվում են այսօրվա այս գործող իշխանության ձեռքում։ Բայց մենք տեսանք ԵԽԽՎ-ում Արարատ Միրզոյանը խոսում է, որ այս քրեական հետապնդումները իբր որ Հայաստանում սրբազանների դեմ քաղաքական հետապնդումներ են, քրեական դա բլեֆ է, խոսում է, որ մարդիկ կալանավորված դեռ իր ու Նիկոլ Փաշինյանի կյանքին է վտանգ սպառնացել։ Խնդրեմ ես հասած ձեր տեսակետը։ Ռուբեն Ռուբինյանն էր գրում, որ ԵԽԽՎ-ի բանաձևով ցույց տվեցին, որ Հայաստանում քաղաքավատարկյալներ չկան։ Ես չգիտեմ ԵԽԽՎ-ի որ բանաձևի մասին է խոսքը եւ քաղաքավատարկյալների հետ կապված, որ Հայաստանում արկա են, ես ունեմ իմ կարծիքը եւ նաեւ ասեցի ձեզ, այս որոշումը, այս որ կայացվել է նոր, ընդամենը
մի քանի օր առաջվա որոշում է։ Այս որոշումը կայացվել է հունվարի 22-ին։ Սա Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի կողմից, այսինքն միջազգային ատյանի կողմից կայացված որոշում է։ Եթե Հայաստանում քաղաքբանտարկյալներ չկան, ապա այս որոշումը ինչու է կայացվել։ Այս որոշումը ինչու կայացվեց։ Պարոն Ղուկասյանը բանտում է գտնվում քաղաքական հայտարարության համար, որի պատճառով նրա նկատմամբ նախաձեռնվել են քրեական վարույթներ։ Եվ այդ քրեական վարույթները, որ նախաձեռնվել են, վարույթի նախաձեռնումից առաջ հրապարակային ելույթ է ունեցել Նիկոլ Փաշինյանը եւ հայտարարել է, որ պատրաստվում է դուր շպրտել պարոն Ղուկասյանին հանրային եւ քաղաքական դաշտից։ Դա հանրահայտ հայտարարություն է, որը կատարվել է 2025 թվականի հոկտեմբերի 1-ին։ Այդ հայտարարությունից հետո պարոն Ղուկասյանի նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ, հանրային քրեական հետապնդում եւ կալանքի որոշում է կայացվել։ Հիմա պարոն Ղուկասյանը գտնվում է բանտախցում հանիրավի, դրա որևիցե հիմքերը չկան, կան ընդհակառակը հակազդող հիմքեր առողջության հետ կապված, բայց այս մարդուն շարունակում են պահել կալանքի տակ եւ չեն ցուցաբերում համապատասխան բուժօգնություն։ Հիմա ով ինչ ասի, ես հավատում եմ այս փաստաթղթին։ Այս որոշմանն եմ ես հավատում Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի կողմից կայացված։ Իմ համար իրավական փաստաթուղթ եւ ուղենիշ է այս որոշումը։ Իսկ ինչ վերաբերում է ապագա զեկույցներին, ապա զեկույցներում չի կարող ներառված չլինել, թե քանի մարդ է հետապնդվել Հայաստանի Հանրապետությունում իր քաղաքական հայացքների համար։ Բացի այդ, ես ինքս ինձ համարում եմ տուժող, որ իմ խղճի եւ դավանանքի նկատմամբ գործադիր իշխանությունը կատարում է ոտնձգություններ, որովհետեւ իմ հայ առաքելական սուրբ եկեղեցու նկատմամբ, որը ունի օրինական կարգով ընտրված վեհափար, իմ վեհափարի եւ իմ եկեղեցու նկատմամբ կատարում է ոտնձգություններ։ Այսօրվա գործող իշխանությունը ինչ որ քահանաներ են տանում, փակում են մեր եկեղեցիները, թույլ չեն տալիս հոգևորականներին եւ նաեւ եկեղեցու հետևորդներին մուտք գործել եկեղեցի։ Այնտեղ ինչ որ ծեսեր են անցկացնում, որի իրավունքը չունեն, իրավունքը վերապահված է մեր մայր հայ առաքելական սուրբ եկեղեցուն։ Այսինքն իմ նկատմամբ որպես հայ առաքելական սուրբ եկեղեցու հետևորդի իմ իրավունքների նկատմամբ տեղի է ունենում ոտնձգություն։ Ես եմ այսօր տուժողը այս գործողություններից, այլ ոչ թե այլ մարդ, եւ այս մասին էլ նույնպես լինելու են զեկույցներ, եւ զեկույցները իհարկե նաեւ քննարկման առարկա են դառնալու եւ հələ կտեսնենք ով է ինչ խախտել եւ այդ խախտումների համար ինչպիսի պատասխանատվության պետք է ենթարկվի։ Ինչ ենք տեսնում մենք երեք կառավարության նիստից հետո ճեպազրեցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նորից խոսում է այն մասին, որ ուղիղ մեջբերում անը։ Արարատ թե Արագած, դա պետության թե չպետության մասին հարց է։ Հայաստանում կա Արարատ եւ դա Արարատ խոշորացված համայնքն է եւ Արարատի մարզը։ Արարատը Հայաստանում չկա։ Խնդրեմ։ Ես չի ցանկանամ մեկնաբանել այս բառախաղերը, բառակապակցությունները եւ այլն։ Եվ քանի որ այս ամենը արվում է նրա համար, որպեսզի նախ մեզ շեղեն, երկրորդը ինչ որ լինգվիստիկ նաև ազդեցություն ունենան մարդկանց մտայնության վրա եւ այնուամենայնիվ նաև մարդկանց ջղայնացնեն, գրգռեն, հունից հանեն, այդ նպատակն է հետապնդում, այդ իսկ պատճառով ես խորհուրդ կտամ նման հայտարարությունները ընդհանրապես որևիցե կերպ չանդրադառնալ նման հայտարարություններին, չվերլուծել եւ մտածել, որ իհարկե նման բաներ կարող են ասել այլ ներկայացուցիչներ, թշնամիներ, կարող են ասել դրանք։ Եվ եթե այսպես ենք մենք գնահատում, ապա այսպես կարելի է գնահատել այդ հայտարարությունները, բայց այնուամենայնիվ ես կցանկանայի, որ
դուք չլսեիք նման հայտարարություններ։ Ամեն օր ես բացում եմ իմ լուսամուտը եւ նայում եմ Արարատին, հիմնականում երբ իհարկե հիմա այս պահին մշուշի մեջ է, բայց Արարատը Հայաստանում է, Արաքսից այն կողմ նույնպես Հայաստան է, գետի այն ափին է մնացել մեր արևմտյան Հայաստանը, իմ պապերի, իմ գեների հայրենիքը, իմ սրբությունները, Տավրոսի լեռները, փոքր Հայքը, Եփրատը, Տիգրիսը, այնպես որ դուք ինչքան է ուզում եք, ինչեր ուզում եք խոսացեք, ով ինչ է ուզում է ասի, Արաքսից այն կողմ նույնպես Հայաստան է, նույնպես իմ հայրենիքն է, իմ եւ մեր հայրենիքն է, հայերի հայրենիքն է, մեր նախնիների հայրենիքն է, հետեւաբար իսկ Արագածը հիմա մեր թիկունքն է, բայց Արարատը մեր արչևում է, մեր հայրենիքում է։ Գիտեք, իմ պապերս, որ գաղթել են, եկել են այստեղ, նրանք ընտրել են դեպի Արարատ ճանապարհը, այսինքն միևնույն է, ինչ ուզում են ասել, ամեն ինչ տանում է դեպի Արարատ։ Հետևաբար Արարատը, այո, մեր հայրենիքում է, մեր մեջ է, մեր սրտում է, մեր գաղափարում է, հետևաբար, եթե մենք ունենք այդպիսի սիրտ, որը ներառում է իր մեջ Արարատը, ապա դա մեր հայրենիքում է։ Եվ երեք դատականիստներ մեր գործընկերներին Արեգ Սամսոնյանին, Գազին Զարապերյանին, Արեգ Սամսոնյանին հաջորդի հարկի նկարով տնենք, Սարլակով վերեցին դատականիստերի դահլիճ, այս ամեն ինչը Արեգ Սամսոնյանն հստակ ասած, եթե Արա Սիմոնյանը այս դատարանում կնստի, որովհետև ինքն է առաջինը վիրավորը, նոր ես կխոսեմ իմ դեմ հարուցված մեղադրանքի մասին։ Խնդրեմ, այս խոշտանգումները մարդու հիվանդանոցից Սայլակով հասցնեն հիվանդանոց, ներողություն դատարան։ Գիտեք, ես ուղղակի կա մի հոդված մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիայում, դա երրորդ հոդվածն է, որը բացառիկ իրավունք է նախատեսում մարդու համար, դա խոշտանգումներից եւ անմարդկային վերաբերմունքից զերծ լինելն է։ Այսինքն, այս պարագայում ակնհայտ է, որ եւ Նարեկ Սամսոնյանին եւ այլ մարդկանց, մենք տեսել ենք, թե ինչպիսի վիճակում են բերում դատարան, ուղղակի դրսևորվում է անմարդկային վերաբերմունք։ Սա այն իրավունքն է, որը չի կարող ոչ մի պարագայում ուղղակի ենթարկվել որևիցե սահմանափակման։ Հիմա սա մենք այս պատկերները եկեք վերլուծենք, խոսքերին չանցնենք, բայց պատկերը նայելով ես մոտավորապես պատկերացնում եմ երևի Նարեկ Սամսոնյանն ու Ալեն Սիմոնյանը գրեթե հասակակից են, հավանաբար, բայց գիտեք, փոխվելու են իշխանությունները, կարգերը, բարքերը, ամեն ինչ փոխվելու է։ Բայց այն մարդը, ով որ հիմա տեսնում է Նարեկ Սամսոնյանին, ով որ նրա նկատմամբ այսպիսի ոչ իրավաչափ, ապօրինի եւ դաժան գործողություններ է իրականացնում, մի պահ մտովի, թող պատկերացնի, որ ինքն էլ կարող է լինել այդտեղ։ Իր նկատմամբ է նույնը կարող է դրսևորվել։ Իսկ այն, որ վերևում Աստված չի խնայելու հատկապես նրանց, ովքեր այսպիսի դաժանությամբ են հանդես եկել, այս մարդիկ պետք է զգուշավոր լինեն եւ հասկանան, որ իրենց տեղը հենց այդտեղ է լինելու եւ այդտեղից իրենք են ստանալու այդ նույն հարվածները, որ հիմա նրանք պատճառում են, մասնավորապես հիմա Նարեկ Սամսոնյանին, դա չի կարելի թույլ տալ։ Դա լինելու է, ունենալու է այն հետադարձ նաև էֆեկտը, որը հասնելու է, թակելու է բոլոր նրանց դուռը, ովքեր այս պահին լինելով իշխանավոր այս գործողությունները կատարում են։ Շնորհակալություն։ Շնորհակալ։